Ճարպակալման պատճառները բազմաթիվ ու համակարգային են, 4-ից 6% դեպքերում ավելորդ քաշը հորմոնալ խնդիրների հետևանք է։ Մասնագետը ընդգծում է, ճարպակալման պատճառները պետք է ավելի խորն ուսումնասիրել։ Այդ համակարգային փոփոխություններից ելնելով կոչ եմ անում բոլոր բժիշկներին, անկախ նրանից պացիենտ ինչի համար է դիմել, ինչ գանգատներով է դիմել, ինչ հիվանդության ընթացք ունի, եթե դուք տեսնում եք պացիենտի մոտ ավելորդ քաշ, անպայման հաշվել մարմնի քաշի ինդեքսը։ Եվ այդ ցուցանիշը եթե 30-ից բարձր է, այստեղ մենք ախտորոշում ենք ճարպակալում։ Ճարպակալումը հիվանդություն է, որը պահանջում է երկարատև բուժում, մշտական հսկողություն։ Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվելու համար անձի քաշը կիլոգրամով բաժանում են հասակի քառակուսուն։ Առաջին աստիճանի ճարպակալման դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից մինչև 34.9 է։ Երկրորդ աստիճանի դեպքում 35-ից մինչև 39.9, երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը մեծ է 40-ից։ Մեր երկրում բնակչության 25%-ից ավելի ճարպակալում ունի։ Նրանց սննդակարգի փոփոխությունները պետք է արվեն ավելի զգույշ եւ մասնագետի հսկողությամբ։ Ճարպակալում ունեցող եւ ճարպակալում չունեցող մարդը իր սննդակարգի փոփոխությունները չի կարող նույն կերպ անել։ Եվ եթե մենք ունենք մի քանի կիլոգրամ ավելորդ քաշ եւ փորձում ենք որոշակի դիետաներ անել, ինչ որ բաներից զրկվել, միգուցե դա այդքան էլ չբերի որոշակի հիվանդությունների սրացման կամ որևէ մեծ վնասի, բայց եթե մենք ունենք ճարպակալում եւ ճարպակալում ունեցող մարդը զրկում է իրեն տարբեր տեսակի մթերքներից, իրեն սահմանափակում է տարբեր ուտելիքներից եւ անում է խիստ դիետաներ, այստեղ ավելի է վնասվում նյութափոխանակությունը եւ ճարպակալումը դրանից ավելի մեծանում է։ Լիդիա Այվազյանը կարևորում է հատկապես առողջ կենսակերպի ապահովումը սկսած մանկապարտեզից։ Քանի որ պատճառագիտությունը ճարպակալման տարբեր կողմերից է, մենք հասկանում ենք, որ սննդի արդյունաբերությունը այստեղ նշանակություն ունի եւ պիտակավորել սնունդը, ավելի լավ մակնշումներ անելը մեծ նշանակություն է ունենալու։ Մենք գիտենք, որ շրջակա միջավայրը մեծ ազդեցություն ունի եւ ունենալ վազքուղիներ, ունենալ հեծանվա ուղիներ, հարմար տարածքներ քայլելու, ակտիվ լինելու, սպորտով զբաղվելու, հենց բակերում ունենալ այդ ամեն ինչը մեծ նշանակություն ունի։ Մասնագետի խոսքով դրական ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է ճարպակալման բուժումը ներառել առողջապահական համապարփակ ապահովագրության ծրագրում։ Տարբեր երկրներ են պայքարում ճարպակալման դեմ, տարբեր միջոցառումներ են իրականացնում եւ շատ տարբեր են այդ միջոցառումները։ Սկսած նրանից, որ օրինակ ամենալավ տարբերակը Ճապոնիայում է, երբ որ բոլոր գործատուները ժամանակ առ ժամանակ տարին մեկ անգամ չափում են իրենց աշխատակիցների մարմնի զանգվածի ինդեքսը եւ երբ որ չնչին փոփոխություններ կա, կցում են աշխատանքի, առողջ ապրելակերպ են նորից, այսպես ասած քարոզում, ուղղորդում են ֆիզիկական ակտիվությունը ավելացնելու, սննդակարգը բարելավելու միջոցներ են կիրառում։ Տեսեք մի հատ հաստատություն եւ այդ հաստատությունները շատ են, Ճապոնիայում պայքարը ճարպակալման դեմ շատ համակարգային ու լավ է ստացվում։ Ճարպակալման բուժումը թիմային մոտեցում է պահանջում։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս մեր մասնագետներին հստակ քայլեր ձեռնարկել Հայաստանում ճարպակալման խնդիրները լուծելու համար։ Նարեկ Ոսկանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։